Բարի երեկո, առաջին ալիքի եթերում այլ ոճով հաղորդումն է։ Անահիտի կերպարանափոխության միտքը որդունն էր, նա առանց մորը զգուշացնելու ներկայացրել էր մասնակցության հայտը։ Երեխաները ցանկանում են մորը տեսնել էլ ավելի խնամված և այլ ոճով, Անահիտն էլ համաձայնել է։ Բարի երեկո Անահիտ, ինչպես եք։ Լավ, դուք։ Լավ, շատ շնորհակալություն։ Անահիտ, հետաքրքիր թե ինչպես արձագանքեցիք, երբ իմացաք, որ ձեր որդին ձեր փոխարեն, այսպես կարող ենք ասել, լրացրել է մասնակցության հայտը, առանց ձեզ զգուշացնելու։ Ինձ զանգահարեցին նախագծից, ասեցին, որ ես այդ օրը առավոտյան էի արդեն իմացել, ինքը ինձ ասել էր, որ ման որ զանգեն, իմանաս, չզարմանաս։ Նախագծից որ զանգեցին, ասեցի, որ արդեն տեղյակ եմ, դե հաճելի է, իհարկե համաձայնվեցի։ Այսինքն միայն ուրախություն է եղել, ոչ մի ընկճվածություն, որ ձեր որդին առանց ձեզ զգուշացնելու։ Չէ, տենց չէ, ուրախ եմ եղել, ուղղակի մի քիչ սենց մտածում էի, կարող է շատ լինի փոփոխությունը, բա որ մի տեսակ տենց շատ լինի, ինձ անհարմար լինի, բայց հետո ասեցի, դե հիմա թեկուզ մազերը կտրեն էլ երկար է այդ մազերը կարճ չի մնալու։ Եվ եթե կա ընտանիքի անդամների կողմից այդ ցանկությունը, ապա կարելի է մեկ անգամ պարզապես նրանց լսել։ Բոլորն էլ համաձայնեցին, ամուսինս էլ, աղջիկս էլ։ Ընտանիքի անդամները ձեր կողքին են։ Հա, իմ կողքին են համաձայնել, սպասում են արդյունքին։ Ձեր որդին նաև հայտում նշել էր, որ դուք աշխատանքի զբաղվածության պատճառով ժամանակ չեք կարողանում տրամադրել ինքներդ ձեզ։ Ինչպես է դա ազդում ձեր թե ոճի և թե հոգեվիճակի վրա։ Դե աշխատանքը սկսվում է 9-ից մինչև 6-ը, հագնում եմ այն ինչ առօրյա հագնում եմ այնպես, որ եւ հանգիստ լինի եւ հարմար, ամենակարևորը։ Դե ընկճվածություն չկա, բայց ինքնավստահություն էլ չկա, ավելի ինքնավստահ պետք է լինես։ Հիմնականում շատն էլ դրա համար եմ համաձայնել։ Որովհետև համաձայն եք, որ բացակայում է ինքնավստահությունը։ Այո։ Նաև գիտեմ, որ չեք սիրում այն հագուստը, որը ընդգծում է ձեր մարմնի կառուցվածքը։ Ինչպես է դա ձևավորվել տարիների ընթացքում։ Դե ավելորդ քաշի պատճառով հիմնականում տենց չեմ սիրում ընդգծող հագուստ, հիմնական դա է պատճառը, թե չէ ուրիշ պատճառ չկա, ես ցանկացած ոճի հագուստ հագել եմ, ասենք երիտասարդ տարիներին ավելի ազատ եմ հագնվել, հագել եմ այն ինչը, որ ինձ դուր է եկել, ինչը սազել է, բայց հիմա այդ ավելորդ քաշի պատճառով է հիմնականում, որ չեմ հագնում։ Այ հետաքրքիր երիտասարդությունից մինչ օրս կտրուկ փոփոխություններ եղել են վարսերի առումով, ոճի առումով։ Ճիշտն ասած եղել է մի կոնսերվատիվ եք եղել։ Հիմնականում մուք է եղել մազերս, հետո մի քիչ սպիտակներ առաջացան, տենց ներկառախանութից ասեցի ներկեմ, ինքնուրույն։ Հա, ինքնուրույն, շագանակագույն ներկեմ, ներկեցի դու մուք սև, այսինքն կապտա սև ստացվեց, ինձ էլ չի սազում այդ գույնը, հիմա չգիտեմ ինչ անեմ, ամուսինս աշխատանքից եկավ դուռը բացեց, ասես նայեց։ Չճանաչեց։ Ասում եմ, կամ կտրում ես, կամ մի օր ժամանակ գույնը փոխում ես։ Բայց այսօր կտրուկ փոփոխությունների պատրաստ եք Անահիտ։ Այո։ Եթե նույնիսկ ասեն կարճ ենք կտրելու ձեր վարսերը։ Թող կտրեն։ Լսեցինք։ Դե եթե ես ընդունել եմ, որ պետքա մասնակցեմ, ես հաշվի եմ առնում, որ պետքա փոփոխություն լինի։ Միանշանակ, այո։ Եթե պետքա չլինի, չեմ մասնակցի։ Որքանով եք կարևորում ընտանիքի անդամների կարծիքը, ոճի, ձեր ոճի։ Շատ կարևորում եմ, շատ եմ կարևորում։ Իսկ ինչ փոփոխություններ են նրանք ակնկալում։ Արդեն իսկ պատկերացրել են, թե ինչ ոճային փոփոխություններ է տեղի ունենալու։ Չգիտեն ինչ, բայց սպասում են, ասում են հələ տեսնենք ինչ փոփոխություններ։ Իսկ դուք ինչ ցանկություններ ունեք Անահիտ։ Սա էլ է շատ կարևոր։ Ցանկությունս, որպեսզի ավելի թարմ տեսք ստանամ, ավելի գեղեցիկ մազերիս մասին խոսքը, ավելի գեղեցիկ սանրվածք ունենամ, ինչու՞ չէ, հագուստն էլ շատ ավելի ոճային լինի։ Եվ այդ ամենը պետք է ինքնավստահություն բերի ձեզ։ Այո, համաձայն եմ։
Արդյոք սիրում եք գնումներ կատարել եւ հաճախ եք գնում գնումների։ Գնումներ կատարել սիրում եմ, բայց միայնակ չեմ կողմնորոշվում։ Միշտ կամ աղջիկս, կամ ամուսինս, կամ բոլորով միասին։ Պետքա հետս մեկը լինի, որտեվ ես չեմ կողմնորոշվում։ Կարող է գունային գամայի առումով չեք կողմնորոշվում, թե ձևացքներն։ Գունայինը չէ, բայց ձևը։ Գունայինը խնդիր չկա։ Գունային ցանկացած գույն ես հագնում եմ, սիրում եմ։ Ձևն է, որ մտածում կարող է այս ձևը չսազի, կարող է այս ձևը մի քիչ, ասենք, թեկուզ գնում եմ տուն արդեն առած, մտածում, բայց կարող է էսի չլներ այն մեկը լներ։ Մի քիչ տենց եմ։ Կերպարանափոխության որ փուլն է ձեզ համար ամենահետաքրքիրը։ Եկեք ես ասեմ։ Վարսերը։ Այո։ Վարսերից շատ խոսեցինք։ Եվ ընթացքն է հետաքրքիր այս ամեն ինչը եւ վերջին փուլը, որ ինչա լինելու։ Շնորհակալություն Անահիտ, ես կարծում եմ մենք պատրաստ ենք անցնել հաջորդ փուլի։ Իրականում որոշում այնպես ստացվեց, որ հանրային հեռուստաընկերությունում տեսա գովազդային արշավը այլ ոճովի, որ կարող եք հայտագրվել։ Հենց տեղից առաջացավ միտքը, որ մայրիկն էլ աշխատանքի էր, ես ինչ-ինչ պատճառներով աշխատանքի չէի, թաքուն գրանցեցի մամային ու արդեն որ պետքա կապնվեին մամայի հետ, տեղյակ պահեցի իրան, որ սենց բան եմ արել։ Ճիշտ է, մաման մի քիչ սկզբում դե ես ժամանակ չունեմ, աշխատանքի հետ չեմ կարող հասցնեմ եւ այլն եւ այլն եւ այլն, ասի ոչ մի բան խնդիր չի, բոլորը լուծվող են, դու պետքա գնաս, դու պետքա քեզ հետևես ու ել ավելի ինքնավստահ դառնաս։ Մենք միշտ ունեցել ենք խնդիր, որ գնումների ժամանակ չեն կարողացել ճիշտ հագուստ ընտրել իրեն, որովհետեւ ոճի խնդիր ենք ունեցել։ Իսկ այս նախագիծը թույլ է տալիս, որպեսզի մենք էլ ինքն էլ կարողանանք տիրապետենք, թե իրեն ինչ կսազի ու ինչ ձևի հագուկապ իրեն ավելի համապատասխան կլինի։ Ես ուզում եմ սպասեմ արդյունքին, ես վստահ եմ, որ արդյունքը ինձ հաստատ գոհացնելու է։ Արտաքին փոփոխությունները նոր շունչ ու իմաստ են հաղորդում մեր կյանքին, իսկ ընտանիքի աջակցությունը օգնում է ել ավելի հեշտ գնալ այդ ամենին ընդառաջ։ Անահիտին սպասվում է հետաքրքիր կերպարանափոխություն, որը իրականացնելու է ոճաբան Լիլիթ Ստեֆանը, դիմահարդար Նանե Սահակյանը եւ ոճաբան վարսահարդար Գառնիկ Մելիքսեցյանը։ Ողջույն։ Ողջույն։ Ես ձեզ փոխանցում եմ Անահիտի լուսանկարները եւ հետաքրքիր է ձեր կարծիքը նրա թե ոճի, թե կերպարի մասին։ Բավականաչափ վառ արտահայտված կերպար է Անահիտը, այստեղ նաև շատ վառ արտահայտված է կանացիությունը։ Մի փոքր կարելի է շեղվել հենց դրանից իմ կարծիքով։ Լիլիթ, այստեղ կա մի նրբություն, որ Անահիտը ունի ընդգծված ոճ եւ հստակ ցանկություններ։ Դա օգնում է աշխատանքին, թե աշխատանքը ել ավելի է բարդացնելու։ Ավելի շատ կախված է իր տրամադրվածությունից։ Եթե ինքը իրապես ուզում է եւ վստահ եմ, որ իրապես ուզում է փոխվել, ուրեմն իմ կարծիքով հեշտ կլինի։ Գառնիկ, վարսերի մասին ինչ կասես։ Նայեք, իմ կարծիքով Անահիտը ընտրել է իրեն որպես սիրուն գույն, բայց որպես իրեն համապատասխան, իմ կարծիքով իրեն մեծացրել է +10 տարով այս երանգը։ Ես համաձայն եմ։ Ինչ ենք անելու։ Սա շատ կարևոր է հենց վարսերի հետ կապված, որովհետև երկար տարիներ, որքան ես գիտեմ, փոփոխություններ չի արվել վարսերի հետ։ Եվ դժվար է լինելու գնալ այդ կտրուկ փոփոխություններին, կարծում եմ նրա կողմից։ Իմ կարծիքով Անահիտի մազերը նախ շատ կարճ են լինելու։ Շատ չէ, բայց կկարճացնենք եւ կմքացնենք իր մազերը։ Տաք տոնից միանգամից 100%-անոց կփոխենք սառի երանգի եւ Անահիտին դիմային հատվածում կավելացնենք մազափունջ։ Անահիտին կուզեմ ուղիղ կտրված կանել, քանի որ դրանով կուզեմ շտկել դեմքի օվալը, ավելի սուր ֆորմա ապահովել իրեն։ Այստեղ դուք պետք է հանդես գաք ոչ միայն որպես ոճաբան վարսահարդար, այլ նաև հոգեբան Գառնիկ, որովհետև փոփոխությունները շատ մեծ են ձեր կողմից։ Իմ կարծիքով Անահիտը ինձ կվստահի, որովհետև ինձ բոլորն են վստահում։ Լավ, ես փորձեմ վստահել ձեզ այս հարցում։ Նանե, դիմահարդարման հարցում ինչ կասես։ Անահիտը ունի շատ լավ մաշկ, բայց աչքերի հատվածում ունենք խնդիր։ Այդ դեպքում ես կանեմ ծխեցրած աչքեր եւ բաց շրթներ։ Նանե նաև նշեցիր, որ Անահիտը ունի ծանրացած կոփեր։ Այս դեպքում պարտադիր պետք է
ընդգծել շուրթերը, թե աչքերը։ Միանշանակ պետք է ընդգծենք աչքերը, այսինքն մքացնելով աչքերը պետք է խորություն տանք եւ կորցնենք այդ ծանրացած կոպը։ Իսկ շրթունքները այդ դեպքում միանշանակ պետք է անենք բաց երանգի, որպեսզի համապատասխան լինի աչքերին։ Լիլիթ, դու համաձայն ես մասնագետների հետ։ Այո, համաձայն եմ։ Մազափունջի, վարսերի գույնի, չափսի փորձում եմ։ Այո, իհարկե, Գառնիկը շատ ճիշտ նշեց, որ երանգը միանշանակ պետք է փոխվի, որովհետև տարիքը ավելացնում այստեղ։ Իսկ մազափնջի մասով միանշանակ համաձայն եմ, կշտկի դիմագծերը եւ ավելի օվալ կդարձնի։ Եվ ուղիղ կտրվածքի հետ եմ նաև համաձայն, որովհետև էլի օվալ հաղորդելու համար պետք է դա օգտագործել։ Նաև ինձ կօգնեն։ Այո։ Եվ համաձայն եմ ծխեցրած աչքերի մասով, որպեսզի ավելի խորություն տանք հայացքին, քանի որ այստեղ ավելի դեպի դուրս արտահայտված են աչքերը։ Հրաշալի է, ես կարծում եմ մենք ընդհանուր համաձայնության եկանք եւ կարող ենք անցնել աշխատանքի։ Այո։ Մասնագետների հետ եկանք ընդհանուր հայտարարի, որ Անահիտի կերպարը պետք է ամբողջովին փոխվի, թե դիմահարդարման մասով, թե վարսահարդարման մասով եւ թե ամբողջական ոճը։ Մասնագետների հետ քննարկման արդյունքում որոշեցինք փոխել Անահիտի մազերի երանգը, տանել դեպի բնական սառը երանգի, կատարենք ուղիղ կտրված, որպեսզի շտկենք դեմքի օվալը եւ ավելացնենք մազերի ծայրերի հատվածում բաց հայլայթներ։ Մասնագետների հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ Անահիտին պետք է լիարժեք կերպարանափոխենք։ Անահիտի մաշկը բավականին լավ վիճակում է, բայց ունենք կոպերի հետ կապված խնդիր, Անահիտը ունի ծանրացած կոպ, այդ պատճառով ես որոշեցի, որ պետք է անեմ իրեն ծխեցրած աչքեր, քանի որ դա միակ տարբերակն է աչքերին ավելի խորություն հաղորդելու համար։ Իսկ ծխեցրած աչքերի հետ կանեմ բաց գույնի շրթներ, քանի որ ավելի նուրբ կերպար ենք ուզում ստանալ, չկորցնելով Անահիտի կանացիությունը։ Այս գեստապահարանում կարող եք գտնել ջինսը եւ շատ այլ գործվածքներից պատրաստված տաբատներ, շապիկներ, զգեստներ, բայց հաստատ չեք գտնի կառուցվածքը ընդգծող քիփ հագուստ։ Այսօր ոճաբան Լիլիթ Ստեֆանի հետ կվերլուծենք Անահիտի զգեստապահարանը եւ միասին կառաջարկենք կազմվածքի առավելությունները ընդգծող ոճային համադրություններ։ Անահիտ, որքան ժամանակ է, որ խուսափում եք կառուցվածքը ընդգծող հագուստներից քիփ։ Բավականին երկար ժամանակ, բալիկներից հետո, ավելորդ քաշ հավաքելուց հետո, մի քանի տարի։ Լիլիթ, արդյոք կարելի է այն փոփոխել եւ առաջարկել ոճային համադրություններ, բայց ավելի ընդգծող կազմվածքը։ Իհարկե կարելի է, ուղղակի այս դեպքում պետք է մի փոքր բազմաշերտություն ապահովենք, բայց ոչ այնքան, որպեսզի ավելի մեծացնի կառուցվածքը, այլ որոշակի ծածկի այն հատվածները, որոնցից որ նեղվում է մեր մասնակիցը Անահիտը։ Այսինքն սկսել փոքր քայլերով։ Այո։ Բայց ես տեսնում եմ նաև, որ Անահիտը ունի սլացիկ ոտքեր եւ հենց այդ մասը կարելի է ցույց տալ։ Անահիտ, ուշադիր լսեք, որովհետև վերջում այդ ամենը իրականություն է դառնալու։ Լավ, իսկ ինչ տպավորություն ունես Անահիտի զգեստապահարանը տեսնելիս։ Իրականում զգեստապահարանում ամբողջը կփոխեի, կհանեի։ Նույնիսկ զգեստները պրինտերով։ Այո։ Այս դեպքում պրինտերը չափազանց մեծ են մասնակցի համար, պետք է ավելի փոքրիկ պրինտեր ընտրել, ավելի փոքրիկ ծաղիկներ, որպեսզի կառուցվածքը ավելի նրբացնի, փոքրացնի։ Կենթանական պրինտը ճիշտ է, շատ տրենդային է եւ ոճային է, բայց այս դեպքում, քանի որ մասնակցի մազերը արդեն իսկ շատ վառ երանգի են, ես խորհուրդ չեմ տալիս կենթանական պրինտ կրել։ Երբ որ փոփոխության ենթարկվեն, այդ դեպքում հնարավոր է։ Այո, բայց կարող են դեռ փոփոխության ենթարկվել եւ կենթանական պրինտը կթողնենք զգեստապահարանում։ Բայց ինչպես հասկանում եմ, Անահիտը նաեւ ոչ մի խնդիր չունի գունային գամմայի հետ։ Եվ սա մեծ առավելություն է։ Այո, դա շատ ողջունելի է, նամանավանդ մեր իրականության մեջ։ Գույնը շատ լավն է։ Սևը եւ սպիտակը չի գերակշռում։ Այո, գույնը շատ հաճելի գույն է եւ կանաչի երանգները
հաստատ շատ լավ կընդգծի Անահիտի մաշկի երանգը, որովհետև իր մոտ էլ մի փոքր ավելի տաքի եւ սառի խառնուրդ է, հա, թուշիկներում կա վարդագույնի երանգ եւ կարելի է օգտագործել։ Բայց այս դեպքում իրեն վերևի հատվածը կարելի է համադրել ավելի սառը գույնով, որպեսզի մի փոքր այս վառ երանգը խամրեցնի։ Ամբողջ զգեստապահարանը դու կփոխեիր, չէ՞ Լիլիթ, այսպեսի ինչով այն պետք է փոխել եւ ինչ հագուստ պետք է տեղ գերակշռի։ Ես Անահիտին կառաջարկեմ ոչ շատ քիփ հագուստ, բայց սլացիկ ուղիղ կտրվածքներով, որպեսզի ավելի մարմինը սլացիկ դարձնի։ Այո, ոչ թե լայն, այո, լայն կտրվածքներով, այո, սլացիկ ուղիղ գծերով դեպի ներքև իջնող, որպեսզի ավելի սլացիկ դարձնի կառուցվածքը եւ, ինչպես ասացի, բազմաշերտությունը պետք է պահենք։ Եվ այդպես ավելի վիզուալ բարձրահասակ է թվում դիմացինը, կարծում եմ։ Նաև Անահիտը խուսափում է գնումներից։ Գնումների ընթացքում ամենա որ սազելու պահը, որ ես հագնում եմ, Եվ չեմ հասկանում, արդյոք ճիշտ է ընտրված համադրությունը։ Համադրությունը գույնը չէ, բայց այդ որ ինձ ոնց կողքից ոնց է։ Լավ է թե վատ, ամենակարևոր հարցը։ Մենակ դա է։ Լիլիթ, այստեղ քո օգնության կարիք ունենք մի քանի այսպես ակտուալ, հեշտ մի քանի խորհուրդ, որ Անահիտին հետագայում հաստատ համոզված եմ պետք կգա։ Այսօր տենդենսների մեջ է ամբողջական միագույն հագնվելը։ Դա նաև ինչպես Լիլիթը։ Դա նաև սլացիկ է դարձնում մարմինը, ավելի նիհար է դարձնում կառուցվածքը, ուղղակի պետք է ճիշտ գույն ընտրել։ Ձեր դեպքում ես առաջարկում եմ ավելի դեպի սառը գնացող երանգներ, օրինակ կարող եք ընտրել վարդագույն, յուրաքանչյուր գույնի մեջ դեպի սառը գնացող երանգը կարող եք ընտրել ձեզ հանգիստ։ Բայց մենք նաև ունենք գնումների փուլը, որտեղ կարող եք մի շարք հարցեր ուղղել Լիլիթին եւ հետագայում համոզված եմ, որ այդ պատասխանները ձեզ շատ կօգնեն գնումների ընթացքում։ Վերլուծության ժամանակ Լիլիթը խորհուրդներ տվեց շատ կարևոր, որ ինձ ավելի շատ իմ կառուցվածքին ավելի շատ կսազի սլացիկ հագուստ, այսինքն միատոն, վերև ներքևը, որ միագույն լինի, գծերով, ուղղահայաց գծերով լինի, որպեսզի ավելի սլացիկ տեսք ունենամ։ Հիմնականում դա դե գույների հետ կապված էլի շատ ճիշտ խորհուրդներ տվեց, որ իմ մաշկի գույնը ավելի տաք երանգի է, հագուստը պետքա սառը երանգի լինի, որպեսզի այդ համադրությունը ավելի ճիշտ լինի ու գեղեցիկ նայվի։ Այդ ամեն ինչը ես չգիտեի, չէի խորացել դրա մեջ։ Հագուստի ընտրության հարցում մաշկի գույնը չէի մտածում, որ այդքան կարևոր է։ Զգեստապահարանի վերլուծության ժամանակ պարզ դարձավ, թե ինչքան վառ կերպար ունի Անահիտը։ Եվ այդ վառ կերպարը պետք է արտահայտենք իր զգեստապահարանի միջոցով։ Անահիտի կառուցվածքը ավելի սլացիկ դարձնելու համար կնախընտրեմ ավելի ուղիղ կտրվածքով հագուստ։ Բայց նաև պետք է ընդգծենք եւ չմոռանանք իր կանացիության մասին։ Ընդգծելով կանացիությունը չպետք է մոռանանք թրենդերի մասին, որը ավելի երիտասարդ տեսք կհաղորդի իրեն։ Անահիտ, պատրաստ եք գնումների։ Այո։ Այդ փաստը ձեզ ուրախացնում է, թե մի փոքր տխրեցնում կամ լարվում եք։ Չէ, ուրախացնում է, բայց մի քիչ լարվածություն կա։ Բայց դուք կարող եք յուրաքանչյուր հարցով դիմել Լիլիթին, որովհետև Լիլիթը ամբողջ ընթացքում լինելու է ձեզ հետ։ Ես լիովին վստահում եմ Լիլիթին։ Պատրաստ ենք։ Իհարկե, սիրով։ Ես համոզված եմ, որ այսօր Անահիտը մի շարք բացահայտումներ է անելու իր մասին եւ շատ հետաքրքիր բացահայտումներ են լինելու։ Համոզված եմ։ Պատրաստ ենք, գնացինք։ Գնացինք։ Մի փոքր այստեղ պետք է մեզ ուղղություն ցույց տա Լիլիթը, մենք վերցնենք երեկոյան զգեստներ ավելի, առօրյա, հարմարավետ կամ օրինակ սպորտային, ինչու ոչ։
Մենք կարող ենք այնպիսի զգեստ ընտրել, որպեսզի տրանսֆորմացիայի ենթարկենք զգեստը, այսինքն նա լինի եւ երեկոյան աքսեսուարի ավելացումով եւ առօրյա, ամենօրյա արդեն սպորտային կոշիկներով։ Ինչը որ հենց ձեր վերցրած զգեստը կարող է ծառայել։ Ճիշտ է վերցրել։ Այո։ Ահա։ Բարձրակրում կոշիկներով, հետաքրքիր վառ աքսեսուարներով համադրելուց հետո ինքը կարող է հանգիստ ծառայել որպես երեկոյան զգեստ։ Բայց արդեն սպորտային կոշիկ Անահիտի արձագանքը նաև տեսնեմ։ Okay, շատ լուր է Անահիտը։ Ես էլ հավանում եմ այս տեսակը, որ ավելի չընդգծի Գունային գաման է ձեզ Գունային գաման էլ դուր է գալիս, գունայինն էլ ես ցանկացած գույն հագնում եմ, էլի։ Այստեղ մենք ունենք առավելություն։ Դե լավ, ես վերցրեցի այս դեղին զգեստը։ Վերնաշապիկի տարբերակն էլ կարող ենք կիրառել շրջազգեստի հետ, արդեն նաև կարող է լինել սպորտային առօրյա եւ երեկոյան, եթե համադրում ենք բարձրակրունկներով եւ աքսեսուարներով։ Սա էլ եմ վերցրել։ Այո։ Այս տարբերակը ինչը որ նորից փակում է կազմվածքը, այսինքն հավելյալ։ Բայց ինչ որտեղ ընդգծում է։ Եվ ընդգծում է, այո, եւ համաձայն ենք։ Համաձայն։ Քանի որ եկել ենք արդեն կերպարանափոխության, պետք է համաձայն լինենք ոճաբանի հետ։ Այո։ Բայց նաև աքսեսուարներից պայուսակները նախընտրում ենք մեծ, փոքր ավելի փոքր։ Ես նաև խորհուրդ եմ տալիս փոքր, որովհետև ավելի մասշտաբային չի ցույց տալիս փոքր պայուսակը։ Ես քանի որ տեսնում եմ, որ Անահիտի ոտքերը բարակ եւ սլացիկ են, մենք կարճ տարբերակ էլ կարող ենք ընտրել։ Ինձ դուր եկավ գույնը։ Ինձ էլ։ Հենց գույնը, չէ՞։ Վերցնում ենք։ Հղիության ամիսներին ապագա մայրիկները հաճախ դժվարանում են հագուստի ընտրության հարցում։ Այո, առաջին հերթին հագուստը պետք է լինի հարմարավետ, բայց չենք մոռանում, որ այն կարող է լինել նաև նորաձև եւ ոճային։ Եվ եկեք այդ ոճային համադրությունները միասին մի քանիսը կազմենք։ Շագանակագույնի ու վարդագույնի համադրությունն ինձ շատ է դուր գալիս։ Համաձայնեք, որ այս կիսատաբատն ու կորսետանման գոտկատեղից թեթևակի լայնացող շապիկը շատ հարմարավետ է հղիության ընթացքում։ Իսկ վարդագույն բարձրակրունկ կոշիկներն էլ կերպարն ավելի ներկայանալի են դարձնում։ Ջինսե տաբատը միշտ հարմարավետ է եւ ակտուալ։ Դե իսկ դեղինի երանգներն այս տարի շատ նորաձև են։ Երևի նկատեցիք, որ այս շապիկը շատ եմ հավանել ու միանգամից ձեռք եմ բերել դրա 3 գույները։ Սպիտակը միանգամից փոխում է տրամադրությունն ու եթերային թեթևություն հաղորդում կերպարին։ Գնումների հատվածը ավելի արագ ստացվեց, որովհետև Լիլիթի առաջարկածը համ ինձ էր դուր գալիս, համ իրան։ Սիրուն էր շատ, այդ ինչ որ առաջարկում էր ինքը, ընտրեցինք լավագույնը երևի։ Շատ գոհ եմ ընտրությունից, ինձ շատ դուր է եկել, երբևիցե չէի մտածի, որ կարող է այդ հագուստը ինձ սազի։ Գնումների ժամանակ շատ հեշտ էր Անահիտի հետ աշխատելը, որովհետև լիովին վստահում էր ինձ։ Հետաքրքիր խորհուրդներ տվեցի Անահիտին, որը կարող է կիրառել ապագայում։ Անահիտի հետ ընտրեցինք շատ հետաքրքիր կերպար, որը կօգտագործի թե առօրյա կյանքում եւ երեկոյան։ Այն համապատասխան է իր գունատիպին, թրենդային է եւ իր ոճը ավելի ընդգծում է։ Անահիտը ունի շատ համաչափ եւ կանացի դիմագծեր, ամեն դեպքում ես չէի ցանկանա շատ փոխել նրա դիմագծերը, այլ կուզենայի դիմահարդարման միջոցով էլ ավելի ընդգծել նրա կանացիությունը եւ նրբությունը։ Արել եմ ծխոտ աչքեր, հայացքին ավելի խորություն տալու համար,
հոնքերը բարձրացրել ենք մի քիչ, հայացքը ավելի պարզ դարձնելու համար, քանի որ արել ենք ծխոտ աչքեր, այդ դեպքում շրթներկը պետքա լինի բաց երանգի, քանի որ Անահիտը ունի կարմիր այտեր, այդ դեպքում կփորձենք քողարկել տոնայինի միջոցով, իհարկե շատ չծանրացնելով մաշկը։ Դիմահարդարը ասեց, որ ավելի բնական կլինի, բնական մեյքափ կանի, բայց քանի որ իմ կոպերը ձևը այտուց ունի, այտուցված են, ասեց, որ սմոքի այ կանի դիմահարդարը։ Առիթների ժամանակ արվել է սմոքի այ, բայց առօրյայում հաստատ չէ, տեսնենք, ոնց կլինի, հուսամ լավ կլինի։ Ամեն դեպքում մեծ հույս ունեմ, հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու եւ ես վստահում եմ մեր մասնագետներին։ Վստահ եմ դիմահարդարումը կլրացնի այն կերպարը, որ ի սկզբանե որոշել ենք։ Աշխատանքի արդյունքում Անահիտի մազերից պարզ դարձավ, որ իր մազերի մեջ արտահայտված է վառ կարմիր պիգմենտացիա եւ փորձեցի ավելի տանել դեպի սառը երանգի։ Ընթացքային որոշեցինք, որ պետք է մազերը ավելի ուղիղ կտրենք, որպեսզի կարողանանք իր դեմքի օվալը ավելի գեղեցիկ ներկայացնել եւ ավելացնել դիմային մազափունջը։ Անահիտի այդ աշխատանքը բավականին հեշտ էր, քանի որ ինքը ամբողջությամբ վստահում էր մասնագետին եւ շատ ուրախ էր, որ իր ոճում լինելու է նման փոփոխություն։ Վարսահարդարի հետ աշխատանքի ժամանակ լուծումը այսպիսին էր, որ մազերս պետք է մի քիչ կարճանա, գույնը փոխվի ավելի սառը տոնի մեջ, որովհետև էլի մաշկիս հետ է կապված, որ տաքա երանգը, ու մեջ է ինչ-որ կտրուկ լուծումներ պետք է անեն, տենց դեռ չգիտենք, բայց հուսամ լավ է լինելու։ Լիլիթ, համոզված եմ, որ շատ հետաքրքիր եւ հարթ է անցել կերպարանափոխության ընթացքը Անահիտի հետ, բայց ուզում եմ բացես փակագծերը եւ հասկանանք, թե այսօրվա նրա կերպարը շատ է տարբերվելու նրա առօրյա կերպարներից, թե ոչ։ Իհարկե շատ մեծ փոփոխություն եք տեսնելու Անահիտի արտաքինի մեջ։ Անահիտը ունի շատ կանացի կառուցվածք եւ շատ կանացի արտաքին։ Մենք փորձել ենք մի փոքր դուրս գալ դրանից, խառնելով ոճերը, պահել մի փոքր կանացիություն, որովհետև ամբողջապես չէինք կարող դուրս գալ եւ խառնել գրանժ ոճը դրան, ավելի ոճային դարձնել այսօրվա թրենդերի մեջ։ Ինչու եմ ժպտում, որովհետև շատ եմ սիրում այդ կտրուկ փոփոխությունները տեսնել եւ համոզված եմ նաեւ հեռուստադիտողը։ Ես առաջարկում եմ այստեղ հրավիրել Անահիտին եւ արդեն խոսել դետալ առ դետալ։ Սիրով։ Անահիտ, կտրուկ փոփոխությունը ակնհայտ է։ Շքեղ տեսք ունեք Անահիտ։ Ինչ եք զգում այս պահին, երբ նայում եք ձեզ հայլու մեջ այս նոր կերպարով։ Ուրիշ մարդ։ Իսկապես որ ուրիշ մարդ եւ ես այստեղ կարող եմ հստակ մի բան ասել, որ ձեր որդին չսխալվեց եւ այդ հայտը մասնակցության ուղարկեց։ Համաձայն եք։ 100%։ Լավ, կիսվեք ձեր էմոցիաներով, Անահիտ։ Դուք ազատ եք։ Իրոք շատ սիրուն է, շատ հավանել եմ, մազերը, դիմահարդարում, շորերը, շատ սիրուն է, շատ, են որ 10 տարի հետ եմ գնացել։ Հստակ այդպես է։ Հստակ 10 տարի, այո։ Այո, ես ասում եմ այո։ Ես շնորհակալ եմ շատ։ Լիլիթ, հեշտ էր աշխատել Անահիտի հետ։ Իրականում շատ, Անահիտը շատ հետաքրքիր աշխատում է։ Այսինքն շատ չի խառնվում, փորձում է վստահել։ Ճիշտ է, իր կարծիքն էլ եմ հաշվի առել, որովհետև հաճախորդի կարծիքը պետք է միշտ հաշվի առնել, բայց ուզում եմ մի փոքր խոսել ամբողջական իր կերպարի մասին։ Մենք այստեղ ընտրել ենք ուղիղ կտրվածքի զգեստ, որպեսզի ավելի սլացիկ դարձնենք մարմինը։ Բայց նաև վրայի վերնահագուստը տալիս է իր հենց ռոմանտիզմը, երևում է այստեղ իր ռոմանտիզմը։
վերնահագուստի մեջ կա նաև այդ գրանժ ոճը, որը թափանցիկությունն է այսօրվա ամենաթրենդային տենդենսներից է եւ փորձել եմ մի փոքր կոպտացնել իր կերպարը մազերի միջոցով, իհարկե վարսահարդարի օգնությամբ մեր շատ տաղանդավոր մի փոքր նաև կոպտացրել ենք եւ հավաքել ենք դեմքը դիմահարդարի տաղանդավոր ձեռքի շնորհիվ եւ նաև խոսենք աքսեսուարների մասին, որովհետեւ աքսեսուարներն էլ իրենք իրենցով ավելի ձգում երկարացնում են եւ ավելի մի փոքր կոպիտ տեսք են տալիս ամբողջական կերպարին։ Երևի հենց ձեր այդ դրական էներգիան Անահիտ շատ է օգնել կերպարանափոխության ընթացքին, ես համոզված եմ եւ արդյունքը ստացվել է հենց այսպիսին։ Բայց որ հատվածն է ձեզ ամենաշատը դուր եկել եւ մի փոքր օրինակ լարվել եք։ Վարսերի հատվածներ, որ մտածում եք կարող է ձեզ դուր չգա, որովհետեւ վարսերի հետ կապված հիշում եմ ունեիք միշտ երկար վարսեր եք ունեցել եւ երբեք չեք փոփոխել, չէ՞։ Ունեցել եմ այդ, բայց որ կտրվածքը տեսա, արդեն որ վերջնականը տեսա, բայց միշտ վերջնականը մի քիչ կասկածում էի, որովհետեւ մտածում էի կարող է կարճ չոլկան հետո խնդիր լինի, բայց վերջնական տեսքը, որ վերջնականը արդեն շատ լավ է, շատ։ Այս կերպարով այսօր երեկոյան ուր կգնայի։ Այս կերպարով ընտանիքիս հետ ինչ-որ ընթրիքի, այո, ինչ-որ մի լավ տեղ։ Հետաքրքիր երեկո է ձեզ սպասում։ Ես համոզված եմ, որ ձեր որդին անհամբեր սպասում է ձեզ տեսնել նոր կերպարով։ Չսպասեցնենք նրան։ Գնանք։ Այո։ Շնորհակալություն Լիլիթ, քեզ եւ քո թիմի աշխատանքի համար։ Ես էլ եմ շնորհակալ վստահության համար։ Շատ սիրում ես։ Շատ սիրում եմ։ Ոնց է պատկերացնում։ Ահա։ Շատ կոշկը։ Շատ սիրում եմ։ Մազերը որ ընդհանրապես իրականում էլ ավելի լավ էր ստացվել վերջնական արդյունքը, ինչը որ ես պատկերացրել էի։ Ես ուզում եմ անհատապես բոլորիդ շնորհակալություն հայտնել ամբողջ թիմից, թե էկրանի հետևում էին աշխատում, թե այն մարդկանց, ում որ տեսակ էկրանից, իրականում ահռելի աշխատանք է կատարվում ու անհատապես շնորհակալ եմ ու ամենակարևորը շնորհակալ եմ հանրային հեռուստաընկերությանը նման գեղեցիկ ու հետաքրքիր հաղորդում ստեղծելու ու շատ կանանց էլ ավելի շատ ինքնավստահություն հաղորդելու համար։ Ես համոզված եմ, որ վերջնական արդյունքը գոհացրել է իրեն եւ համոզված եմ նաեւ, որ կգոհացնի իր որդուն եւ ընտանիքի այլ անդամներին։ Եվ իհարկե ուզում եմ իմ երախտիկը հայտնել Անահիտին ինձ վստահելու համար։ Շատ շնորհակալ եմ Լիլիթին, Գառնիկին եւ Նանեին իրենց կատարած աշխատանքի համար։ Շատ լավ է ստացվել, ինչ շատ է դուր եկել։ Ճիշտն ասած նման արդյունք չէի սպասում, թե մազերի ձևը, մազերի փոփոխությունը, դիմահարդարումը, հագուստի ընտրությունը շատ ինձ դուր է եկել, շատ շնորհակալ եմ։ Ինչպես նաև շնորհակալ եմ իմ տղային, որ գրանցեց ինձ ու հասա նրան, ինչին այսքան տարի չէի համարձակվում հասնել։